Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Նարէն վերադառնում է տուն մտքով տարված, տեղի ունեցող իրադարձություններով։ Նա Վրամին ասում է, որ զանգել էր նրան, բայց նա չէր պատասխանում։ Վրամը փոքր-ինչ շփոթված բացատրում է, որ Արմոն է եղել իրենց տանը և հեռախոսը շփոթել է իր հեռախոսի հետ տարել։ Նարէն մի պահ քարանում է, հետո թեթև ժպտում է, բայց այդ ժպիտում չհավատալու նշան կա։ Նա Արմոյին լավ է ճանաչում, գիտի, որ Արմոն երբեք որևէ բան պատահմամբ չի անում և նման շփոթմունք բացատրված չէ ոչ մի պատահականությամբ։ Նույն այդ պահին ամեն ինչ սկսում է պարզվել։ Արմոն, խաբելով Սոնային, իբր Վրամը հիվանդանոցում է ու ցանկանում է տեսնել իրեն, նստեցնում է նրան մեքենան։ Սոնան միամտորեն հավատալով նստում է։ Մի քանի րոպե անց, երբ մեքենան դուրս է գալիս քաղաքից և գնում դեպի անհասկանալի ուղղություն, Սոնան սկսում է անհանգստանալ։ Հարցնում է ուր են գնում, ինչու է այսքան երկար ճանապարհը։ Արմոն սառնասրտորեն ասում է, որ ուղղակի հանգիստ մի վայր են գնում խոսելու։ Սոնան փորձում է զանգել Վրամին, բայց հեռախոսն անհասանելի է։ Արմոն պատասխանում է զարմանալի հանգստությամբ, որ Վրամի հեռախոսը իր մոտ է։ Սոնան կասկածով նայում է, իր ներքին վախն արդեն վերածվել է համոզվածության։ Նա փորձում է զանգել հորը Աբոյին, բայց Արմոն սառն ասում է, որ Աբոն հիմա ինքնաթիռում է, վերադառնում է Ռուսաստան կատարած գործողումից, որտեղ իբր գնացել էր հարցեր լուծելու, այն նույն հարցերը, որոնց պատճառով տարիներ առաջ կորցրել էր իր ամբողջ ընտանիքը։ Սոնան չի դիմանում, փորձում է դիմադրել, նույնիսկ ապտակել Արմոյին, բայց վերջինս բռնում է նրա ձեռքը, սեղմելով ուժով ու վտանգավոր լռությամբ նայում աչքերի մեջ։ Նա ասում է, որ այս պահին Սոնան մենակ է։ Եվ այսպես, Հայկը գյուղում է, Վրամի հեռախոսը իր մոտ, իսկ Սաքոն արդեն թույնով լցված է Սոնայի դեմ, ու միակ բանը, որ իրեն պետք է, Սոնայի լռությունն ու հնազանդությունն է։ Սոնան անկարող վիճակում փորձում է ներքուստ ուժ գտնել գոնե մի բան ասելու, բայց այս պահին նա իրապես մենակ է։ Ու այդ ընթացքում Սաքոն վերադառնում է տուն։ Արմոյի ազդեցության տակ նա խեղաթյուրված պատկերացումներ ունի։ Համոզված է, որ Սոնան վտանգ է իր ընտանիքի համար։ Նա նայում է Վրամի աչքերի մեջ և ասում, որ եկել է պահը վրեժ լուծելու։ Վրամը սարսափով նայում է հորը։ Հարցնում է, թե ինչպես կարող է նա, նույն մարդը, ով տարիներ առաջ արգելել էր ցանկացած քայլ անել Աշոտի ընտանիքի դեմ, հիմա նման բան ասել։ Սաքոն արդեն այլ մարդ դարձած ասում է, որ այո, ժամանակին իրեն պահել է մարդավայել, բայց դա իր սխալն է եղել։ Հիմա ամեն բան փոխվել է։ Հայկը կրկին հայտնվել է իրենց կյանքում և եթե ինքը չմիջամտի, ապա իր ընտանիքն ամբողջությամբ կկործանվի։ Այդ պատճառով է պահանջում Վրամը գնա ու պատժի Հայկին։ Վրամը լուռ է, նրա ներսում բախվում են իրականության ու հոր հանդեպ ունեցած խեղդող հարգանքի պատնեշները, բայց ներսում նա արդեն հասկացավ ամենակարևորը։ Իր հայրն այլևս չի տարբերվում Արմոյից։ Փաստացի Սաքոն կարծես մոռացել է, որ դժբախտացրել է Հայկին ու եղբորը, սպանելով նրանց հորը։ Ու հիմա իր վրեժը փորձում է լուծել Վրամի միջոցով։ Իրականում նա փորձում է Վրամին, արդյոք կհամաձայնի թե ոչ։ Եվ քանի որ վստահ է Վրամը հանուն Սոնայի կհրաժարվի վրեժից, ապա համոզվում է Արմոյի ասածների մեջ, որ Սոնան կառավարում է Վրամով։ Հարգելի հետևորդներ, արդյոք Վրամը կհամաձայնի վրեժ լուծել։ Գրեք մեկնաբանություն։